21-ամյա Էլենն է, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտ։ Որոշել է սպա դառնալ ու կյանքը նվիրել մեր սահմանների պաշտպանությանը։ Նախքան Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ընդունվելը սովորել եմ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, այնտեղ ստանալով նախնական գիտելիքները եւ պատկերացում զինվորական կյանքի մասին, հստակ որոշում եմ կայացրել դառնալ զինվորական։ Սկզբնական շրջանում դժվարությունը ընտանիքից հեռու գտնվելն է, չնայած որ վարժարանում փոքրիշ կոփվել էինք այդ առումով, բայց այստեղի հնարավորությունը ավելի սահմանափակ է տուն գնալու, ժամանակ առ ժամանակ չի հաջողվում տուն գնալ ժամանակի սղության պատճառով։ Հիմնական դժվարությունը դա էր, որ ընտանիքից հեռու ես ու արդեն երկար ժամանակ։ Ընտանիքին աղջկա զինվորական դառնալու որոշումն անակնկալի է բերել։ Որպես այդպիսին իմ ընտանիքի անդամներից ոչ ոք զինվորական չի, անգամ հարազատների մեջ զինվորական չունենք, ես առաջինն եմ։ Սկզբնական շրջանում շատ դեմ էին, այնուհետև մեկ անգամ համազգեստով տեսնելուց հետո ոչ մի խոսակցություն։ Արդեն թե ընտանիքիս անդամները, թե հարազատները համակերպվել են այդ մտքի հետ, անգամ հպարտանում են եւ քաջալերում ինձ։ 18-ամյա Լյուբայի տան անդամները նույնպես ընդդիմացել են։ 2020 թվականի պատերազմից հետո ոգեշնչվել եմ ու որոշել եմ ընտրել այս ուղին։ Իմ անձնական որոշումն է, շատ եմ պայքարել դեռ այս որոշման համար։ Դեռևս 4 տարի առաջվանից սովորել եմ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Ընտանիքս սկզբում դեմ էր, կողմ էր միայն հայրս եւ տատիկս մորական կողմից, ավելի շատ ոգեշնչողը իրանք էին ինձ։ Գտնում էին, որ աղջիկը գործ չի ու դժվար աղջիկը այս ոլորտում ինչ-որ հաջողություններ ունենա։ Լյուբան վերջին անգամ ծնողներին տեսել է իր ծննդյան օրը։ Իմ համար ամենադժվարը եղել է ընտանիքիցս հեռու գտնվելը, իսկ հետո որ սկսում ես համակերպվել, սկսում ես շփվել ընկերներիդ հետ ու ավելի շատ ցրվում է այդ ամեն ինչը։ Դժվար է եղել սկզբին 1 շաբաթը, իսկ հետո հարմարվում ես ու սկսում ես քո գործը սիրով կատարել։ Ակադեմիայում սովորող աղջիկներին հաճախ են ասում. ամուսնացեք, երեխա ունեցեք, բանակը կանանց տեղը չէ։ Մեկը հենց պատերազմի ժամանակ մենք ունեցել ենք բազմաթիվ հերոս կանայք, ովքեր իրենց քաջությամբ աչքի են ընկել։ Տեսնելով պատերազմի ժամանակ կանանց դերը մարտում, կարող եմ նշել, որ կանայք ոչ պակաս դեր ունեն, քան տղամարդիկ բանակում։ Կնշեմ հայտնի խոսքը առյուծն առյուծ է, աղջիկ թե տղա, եւ ես այդ մտածելակերպով շարժվում եմ առաջ։ Ինձ համար կապ չունի սեռը, կա հայրենիք եւ կա անհրաժեշտություն։ Անձնական կյանքի մասին մտածելը ինձ թվում է դեռ շուտ է, որովհետեւ ավելի շատ կարևորում եմ իմ գործը, իմ դերը բանակում, ներկա պահին։ Ապագայում հնարավոր է ինչ-որ բան փոխվի մտածելակերպիս մեջ, բայց նախնական ցենց եմ մտածում։ Հելեն, դուք էլ չեք ուզում ամուսնանալ, երեխա ունենալ։ Հենց ստանամ կապիտան զինվորական կոչումս կմտածեմ այդ ուղղությամբ։ Գորը ակադեմիայում սովորում է արդեն 3 տարի։ Միանգամից շեշտեց, առայժմ հեշտ է, քանի դեռ սիրած աղջիկ չունի։ Ինչու որոշեցիք զինվորական դառնալ։ Հայրիկս զինվորական է, ծառայում է որպես պայմանագրային։ Ես 9-րդ դասարանից որոշեցի, որ ուզում եմ դառնալ զինվորական։ Շատ մասնագիտություններ կար, որ ինձ դուր էր գալիս, բայց երբ որ սկսեցի ուսումնասիրել զինվորականներին, նրանց կյանքը, նրանց գործողությունը, գործողության իմաստը, հասկացամ, որ հայրենիքի պաշտպանի գործը ավելի թե լավ գործ է եւ ավելի պատվավեր գործ է, քան մնացած գործերը, եւ որոշեցի կյանքս կապել հայրենիքիս հետ։ Ամուսինը զինվորական, որդին զինվորական։ Պարզ է, որ Գորի մայրը դժվար է հաշտվել։ Կան մարդիկ, որ ասում էին, չէ, պետք չի, մարդիկ կային ասում էին, որ ճիշտ ես արել, բայց եթե դու քո ընտրության մեջ լինում ես հստակ ու ինքդ քեզ հաշիվ ես տալի, խի հենց զինվորական, ոչ թե օրինակ, չգիտեմ, ոսկերիչ կամ խի բժիշկ չէ, խի զինվորական, ամեն մարդ իր բնույթով այնց տեղ է ուզում լինել, որպեսզի իրեն զգա գնահատված եւ իր արարքները, իր գործերը ավելի արդյունավետ լինեն այնտեղ։ Ես իմ գործողությամբ, իմ արարքներով ավելի հասկացամ, որ արդյունավետ կլինեմ ու ավելի օգուտ կտամ իմ պետությանը, երբ որ դառնամ զինվորական։ Ամենադժվար պահը կարոտն էր ընտանիքի անդամներին, բայց երբ որ դու հասկանում ես, որ եկել ես մի այնպեսի տեղ, որտեղ հնարավոր է լինեն կարոտի զգացումներ, քիչ ժամանակ անցկացնես ընտանիքի հետ, բայց դա ժամանակավոր է։ Ամենադժվարը, որ չէին կարողանում համակերպվել այն միտքներ, որ անընդհատ մտածում էիր բանկերները, ընտանիքը, մանավանդ որ ունենում ես սիրած աղջիկ, ես չունեմ ինքս չեմ ունեցել սիրած աղջիկ, իմ ընկերները, որ երբ որ շփվել ենք, հասկացել եմ, որ իրանց համար ավելի դժվար է այդ process-ը, այդ ժամանակահատվածը։
Ու դժվարություններ լինում են բոլոր տեղերում, եթե դու դժվարություններին գնացիր ընդառաջ կլուծես բոլոր խնդիրները, եթե դժվարություններից վախեցար, կապ չունի որ զինվորական ես, կարաս նույնիսկ դժվարություններից վախենաս չդառնաս օրինակ բժիշկ։ Լուծույթ ենք ստանում, նատրիում քլոր, աղը խառնում ենք ջրի հետ, որ ստուգենք նատրիում քլոր նյութի էլեկտրահաղորդ լինելը։ Այս երիտասարդների հասակակիցներից շատերը Երևանյան ակումբներում կյանքն են վայելում, իսկ նրանք կերտում են մեր երկրի անվտանգությունն ու ապագան, երազելով իրենց լուման բերել սպարապետի ստեղծած հայոց բանակին։ Երազում եմ դառնալ լավ զինվորական եւ հայրենիքիս արժանի զավակ։ Երազանքս է դառնալ լավ հրամանատար իմ ապագա զորքի համար եւ արժանի զավակ լինել հայրենիքիս համար։ Վազգեն Սարգսյանը բոլորիս համար մի մեծ լեգենդ է, ասենց ասեմ, նրա արած գործողությունները մենք երբեք չենք կարողանա մոռանալ նրա գործը, նրա ջանասիրությունը եւ նրա հայրենասիրությունը։ Վազգեն Սարգսյանը երբ որ իր կողակիցները կապ չունի ով կլինեին, ասում էր, երբ որ լսում եք բանակի անունը, բոլորդ ոտքի կանգնեք, որովհետեւ բանակն է երկրի հենասյունը։ Վազգեն Սարգսյանը լինելով մի այնպիսի մարդ ստեղծեց մեր բանակը, որովհետեւ մենք էլ պետք է հիմա հզորացնենք եւ շենացնենք դա եւ բոլորս շնորհակալ ենք նրանից։ Ակադեմիայում նախատոնական տրամադրություններ պատրաստվում են խնջույք անել, շնորհավորել ու միմյանց նվերներով ուրախացնել։ Լյուբան առաջին ամանորն է անցկացնելու այստեղ։ Հուզվում է անգամ շնորհավորանքներ ընտրելիս։ Ինչ ասեմ էլ։ Խաղաղություն հայրենիքին, հայրենակիցներին, հետո չգիտեմ։ Հայրենակիցներին մաղթում եմ խաղաղ երկինք, զինծառայողներին բարի ծառայություն եւ հաջողություն նոր ձեռքբերումներ նոր տարում, ինչպես նաեւ մեր կուրսանտներին մաղթում եմ հաջողակ տարի, ձեռքբերումներով տարի լինի ուսուցման մեջ, ինչպես նաեւ անձնական կյանքում, թող էլ ավելի զարգանանք եւ ուժեղանանք մեր գործում, որպեսզի կարողանանք լավ հրամանատարներ դառնալ մեր բանակի համար։ Կուզեմ ամենաառաջինը մեր պետությանը բարեմաղթանքներս ուղղեմ, կուզեմ որ այս 2026 թվականին մեր պետությունը նորանոր հաջողությունների հասնի, մեր զինված ուժերը ել ավելի բարենվաճեն, զարգանան եւ կուզեմ որ երկրը լինի խաղաղ։ Նախ եւ առաջ ուզում եմ շնորհավորել մեր զինծառայողների ամանորը, քանի որ նրանց այս բարդ եւ պատասխանատու գործում նրանք ամենակարևորն են եւ ամենաարժանին գնահատանքի։ Հայրենակիցներին մաղթում եմ թող բոլորը լինեն առողջ, սեր եւ երջանկություն բոլորին։ Ուզում եմ մաղթել նրանց խաղաղ ծառայություն, անվտանգ հերթապահություն, անսահման սեր եւ ջերմություն։ Իսկ հարազատներիս, ընտանիքիս անդամներին ուժ եւ համբերություն։ Ռիփսիմե Ջեբեջյան, Իլյա Մանուկյան, Վարդգես Հովանեսյան, Տրիբյուն AM։